Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեսախցիկների առջև սթրիթ ֆուդ սպառող Փաշինյանն այսօր հայտարարում է, որ տեղական ձկնաբուծարանների ձուկը չի ուտում։ Բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որտեվ ինձ համար ակնհայտ է, որտեղ խնդիր կա։ Որտեվ նախ պատահում է անբնական ինչ-որ ձկան հետ առնչում ես, տենում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ-որ տարօրինակ և անտրամաբանական։ Ինչ են մտածում օրական մինչև 70 տոննա արտադրություն ունեցող ձկնաբույծները Փաշինյանի այս աղմկահարույց հայտարարության մասին։ Նրանք մինչև երեկո քննարկում էին անցկացնում, մեզ հայտնեցին, որ իրենց կարծիքը կասեն միայն դրանից հետո։ Ավելի ուշ, սակայն նրանց հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Ձկնաբույծները մեկ շաբաթ առաջ էին կառավարության շենքի մոտ, պահանջում էին, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կատարի խոստումն ու աջակցության ծրագիր ընդունվի ձուկը պահելու ծախսերը հոգալու հարցում, մինչև իրենք կկարողանան նոր շուկաներ փնտրել ռուսականի փոխարեն։ Փաշինյանի կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որով պետությունը փոխհատուցում կտրամադրի այս տարվա առաջին 6 ամիսներին ձեռք բերված ձկանկերի միջին արժեքի 20%-ի չափով։ Ըստ որոշման Հայաստանում 1 կիլոգրամ ձկանկերի միջին արժեքը 900 դրամ է։ Աջակցությունը կկազմի 450 միլիոն դրամ։ Այն կստանան Արարատի ու Արմավիրի 135 տնտեսություններ։ Փաշինյանը մի ձեռքով ընդունեց ծրագիրը, մյուս ձեռքով ձկնաբույծներին զգուշացրեց սպասվող խիստ ստուգումների մասին։ Ձկնաբուծությունից ստացվող հարկերը քիչ են, իսկ վնասներն ակնհայտ։ Փաշինյանը չի հասկանում, ինչու պետք է Հայաստանը ձկնամթերք արտահանի Ռուսաստանի Դաշնություն, սպառելով իր ջրային ռեսուրսները։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք։ Մենք այսօր ասում ենք աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր, մենք ձուկ ենք արտահանում։ Պետք է սրա քշիրը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Փաշինյանը պնդում է Արարատյան արտեզյան ջրավազանի պաշարներն անարդյունավետ կերպով սպառում են հենց ձկնաբուծական տնտեսությունները։ Նախորդ անգամ որոշում էին կայացրել փոխել կարգն ու ձկնաբույծներին պարտադրել անցնել ջրի օգտագործման փակ ցիկլի, ինչը հնարավորություն կտար նվազեցնել ջրի կորուստը։ Դատարանի որոշմամբ այդ կարգավորումը չեղարկվել էր։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Փաշինյանին լրացնում է։ Իրենք դատարանի որոշումից հետո կանգ չեն առել ու առաջիկայում, երբ սպառվեն ձկնաբույծներին հստակ ժամկետներով տրված ջրօգտագործման իրավունքները, դրանք պարտավորված կլինեն անցնել փակ համակարգի։ Խաչատրյանն արդեն կանխատեսում է հնարավոր բողոքի ալիքը։ Մի քանի ամիս հետո, երբ որ արդեն այս վերաձևակերպումների շրջանը եկավ այդ բողոքի ալիքն ենք տեսնելու, բայց բոլորը տեղեկացված են եւ երբ որ արդեն հիմա կլրանա իրենց նախապես ստացված ջրօգտագործման իրավունքի ժամկետը, իրենք կստանան համապատասխան ծավալով ավելի նվազեցված նոր ջրօգտագործման իրավունք։ Հայաստանում գործող ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 15,000 տոննա ձկնամթերք են արտահանում, դրա 99%-ը Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանի մտցրած սահմանափակումների պատճառով նրանք արդեն ավելի քան 2 ամիս է աշխատում են մեծ վնասներով։ Ձուկը կենդանի պահելու համար անհրաժեշտ ծախսերը շատերի դեպքում անցնում է մի քանի միլիոն։ Կառավարության աջակցության ծրագիրը նրանց գոհացնում է։ Այս հարցի պատասխանը նույնպես մեզ այսօր ստանալ չհաջողվեց։ Ձկնաբույծներն ի դեպ նախկինում նույնպես խուսափում էին տեսախցիկների առջև խնդիրը բարձրաձայնելուց եւ միայն մեկ շաբաթ առաջ էր, երբ այլընտրանք չունենալով դուրս էին եկել բողոքի ակցիայի։ Ռուսական սահմանափակումները մինչդեռ գործում են մայիսից։